Ողջույն։ Ողջույն։ Այսօր շենք եմ կառուցել մեզ մոտ։ Վաղուց արդեն մի 7 տարի։ 7 տարի։ Մտանք Նանսեն փողոց։ Ուզված եք, ժողովուրդ։ Ֆրիտյոֆ Նանսեն։ Դա չէ ֆրիտյուրը ասում, հիշում ես։ Ֆրիտյուրը էր ասում։ Ամսի 20-ն է այսօր։ Մայիսի, չէ՞։ Մի քիչ տաքություն կա այսօր, մի քիչ արևադուս է։ 18 աստիճան է։ Բայց քո ծննդի օրը հիշում ես քանի աստիճան էր։ Իմ ծննդի օրը շատ լավ օր էր։ Լավ։ Քեզ էր լավ հով ռեստորանում նստած։ Ես էլ մյուս նորակառույցը, նորակառույցները շրջապատում են։ Այսօր 18 աստիճան է հայր։ Ես 3 օրվա մեջ ամենատակն է, իմիջիալոց իմացա, որ Եվրոպաներում էլ է մեր նման ցրտել։ Որտեղից ես իմաց։ Եվրոպացիներից։ Մերոնցից, որտեղից պետք է իմանամ։ Այո, մերոնցից։ Գրել են, կոմենտում։ Չէ, անայդ, խոսացել ենք մեսենջերով, հիմա մանրամասն սաղ պետի մեջիցս հանես։ Բավոց։ Ես էլ մեր ջողայի փողոցը, ես ասացի, որ 18 աստիճան է։ Բա այդքան որ խոսած ենք, ինչ էինք խոսում։ Դա ես եմ խոսում ենք։ Հա, Եվրոպայում խոստացել են, որ տաքանալու է, այնց որ կարանք արդեն մեր օդա Երևա, չգիտեմ ինչը, Եվրոպայով լսենք։ Ոնց որ դե նույնն է կատարվում։ Այնքան մարդ եկավ ստեղ այդ Եվրոմիությունից սաղ հետները բերեցին էլ իրենց եղանակային տրամադրությունները։ Անայտս ինչ էր։ Մտնենք Սաֆարյան։ Մտանք։ Ժամը չես ասել, որ 7:20-ն է պակաս։ Ժաման դեռ գրվում է։ Շուկա չենք մտնում։ Շուկա այս ժամին ինչ կլինի, ոնց ես մտածում։ Ես ինչ իմանամ, գրանք տենանք ինչ կա։ Չէ, չեմ ուզում, մարդ գնանք։ Զովք, հա։ Որս փոշիա Սա բալգարկա է։ Հա, բալգարկա է։ Նրանցից հարցնում էին, թե բալգարկա կոչվում։ Ես ասեցի չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ սովետի ժամանակ առաջի անգամ այդ տիպի գործիք բուլղարական է եղել, ու տենց անունը մնացել է բալգարկա։ Ինչի եմ այդ ենթադրում, որտեվ սաղ նախկին սովետի տարածքով են բալգարկա ասում, մենակ Հայաստանում չի էլի։ Հենց որ այդ սովետի ժամանակվա պատմությունը այդ անունը բալգարկա։ Բայց սովետի վաղ այդքան են, դե բալգարկա չեն օգտագործում։ Մենք չէինք օգտագործում անայդ, բայց կար էլի խանութներում։ Так, հա, մի հատ էլ հիշում ես ընկերուն էինք ծանոթ։ Կինը Բուլղարիայից էր, ասում էինք բալգարկա է, հետո ինչ-որ մի քիչ անհարմար էինք զգում, որ այդ աղջկան բալգարկա ենք ասում։ Բայց ոնց են ասում, բալգարին բալգարկա, չէ։ Հա, բայց դե մենք արդեն առավոտից իրիկուն այդ բալգարկայով գործ էինք անում, այդ մարդու կնոջներ բալգարկա էինք ասում, մի տեսակ գեղեցիկ չէր ստացվում։ Տեղ են մոռացել, մտնեն կպավ գործը, ցարսկի պրոդուկտ։ Գյուրջան փողոց, գնամ քիչ մը սիգարետ առնեմ այս սրանից, աղթամար։ Հնդեղ Գյուրջան թաղամասը տենց էլ չիմացանք, ինձ ինչի էր հետաքրքրում, որտև իրանց ներկայացուցիչը մի անգամ գովազդային մի հատ հոլովակ էր, չգիտեմ, չեմ հիշում արդեն ոնց, ասեց էլեկտրոէներգիան ստեղ մենք ենք արտադրում, թե ինչ,
Մի խոսքով բնակիչների համար ձրի է ալնելու, անվճար էլեկտրոէներգիան։ Ես քանի որ տեղից մի քիչ լավ չհասկացա այդ ոնց է ստացվում, դրա համար էի շատ ուզում գնալ, այն էլ չստացվեց։ Այ չեմ հիշում, ես հեռախոս վեկալա, իրանք ասին պետք է նախորոք, չգիտեմ ինչ, մի խոսքով պատմություն։ Այս սիգարետից, հա, 2 բլոկ։ Ես դուրսը ծխեմ, մինչև բերեք։ Ինչքան վաղտից ներխուժեմ։ Չէ, հա։ Հա, հետ լավ է 2 րոպե։ Սիգարետները սպրծել է, այս դատարկ տուփ էր։ Ես 2 րոպե ոնց էի դիմանալու ավելի շատ 2 րոպեից։ Ես ամենահանելուքային բանն եմ ձեզ ցույց տալի, թե ինչ պետք է հասկանաք այդ ցույց տվածից։ Ձմերուկ էլ կա։ Այս մեկը հասած է։ Ես չէ։ Ես չառնեք ես մեկ։ 1050 դրամ։ Թանկացել է խնձորը, է մարդ։ Մենք էլ մտածում ենք կեշային խնձոր տանք։ Չէ, թանկա չենք տա։ Թող իրա ցորեններով յոլա գնա։ Տալիս ենք ճիշտ ասած չի ուտում։ Այ գազերը պետք փորձել մի հատ։ Տանձերը բարձանում է գինը։ 1950 բայց ով 800 գնա իմացի ոնց է կարծում 2 րոպեն չանցավ այս մեծերը պարզվեց քաղցր են այս կլբնիկաները ես շատ թերահավատորեն էի մոտենում հաջան Գազարը առար չէ, մի հատ կեշային փորձենք։ Ինչա։ Կեշային փորձենք, բողկիլ կուտի աշկից, գիտես, ախորժակը կբացվի, որ բող կուտի։ Իսկ եթե մեր մոտից վերցնենք կլուբնիկը, բողկ 230 դրամ։ Ինչ անհասկանալի։ Упаковкая շրանդուր փափուկա լավ տնանք են աղջիկը ճիշտ ասեց 2 րոպեն ես ինքներ չէ թե հա եկավ ապրեք Մի բլոկը 7300 դրամ։ Ինչ եք հիշում, թանկացել է, էժանացել է ես։ Միշտ մոռանում եմ այդ սիգարետի գինը։ Հիշում եմ մի վաղտ 400-ի կողմերն էր։ Որ ես ախտամարը ընտրեցի։ Նանսերներով շարժվենք դեպի ուր են այդ Ես դեպա Սաս կենտրոն Արի գնանք Սաս այդ գործը արա հետո մի հատ էլ գնանք Ֆլորայի այգի այնտեղ էլի աշխատանքներ էին անում այս անգամ ձեռքերի մոտ Այգիները պետք է ուշադիր հետևել մեր հարստությունն է։ Չեմ մոռանա մերոնցից մեկը Մինսկից որ գրել էր
Ասում եմ այմարդ մեր մոտ այգիներ են բացում, էլ հոյակապ սարքած ամեն ինչը, ոչ մեկը ոչ գալիս է, լենտա կտրվում, Ոչ նկարում են։ Ոչ նկարում են, ոչ բան են անում։ Ես էլ ասեցի, զատո հիշում ենք ոնց էր ձեր նախագահի ավտոմատով վազվզում։ Էլ բան չունեի ասելու, ինչ անեի։ Ասեցի մի քիչ Երևանի թասիբը մի կերպ պահեմ։ Յազվություն անես։ Յազվություն անեմ։ Բայց իսկապես ասում են շատ կանաչ քաղաքը։ Մինսկը։ Մինսկ։ Դե սովետական որտեղ մնացել է, այո, ինչ մնացել է կանաչ ասա։ Դե որտեղ չեն տվել ընդ ինչ-որ տներ սարքեն, եսի ինչ անեն։ Քիշինյովն էլ էր տենց էլի Ալիսան ասում էր։ Ճիշտ է։ Քույրս էլ որ գնաց, ասեց շատ կանաչ քաղաք է, բայց ասման են սովետական։ Ոչի մի տեսակ։ Չնայած ինչն է սովետական ոչի, սաղ նույն ապրանքները կա էլի։ Ինչ-որ ստեղ է։ Թե արդեն հիմա Մինսկում տենց չի, չգիտեմ։ Մի խոսքով լավ։ Տարբեր տեղեր, տարբեր կյանք, երկրագունդը դրանով է հետաքրքիր։ Թե չէ սաղ տեղերը նույն ձևի լինի, էդ էլ մի բան չի։ Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ, այ հիշեցի։ Այդ կենդանիների եւ մարդկանց մասին շատ լավ գրեցիք, շատ լավ կոմենտներ կար, այո։ Այո, ընդհանուր լավ տպավորություն մնաց ձեր կոմենտներից, հաճելի է, եկեք սրանց տո ես աշխատեմ տենց հարցեր տամ, դուք էլ պատասխանեք, լավ է ստացվում, կոնկրետես հոբին հարց չունեմ ճիշտ ասած, որ ծակի կհարցնեմ, գայի պոտը, մի բան էլ ավելացնեմ, մեկ էլ իրար հետ, որ զրուցում եք, արձագանքում եք իրար գրացի, այդ լրիվ միլիոն է մեզ համար, շատ հաճելի է։ Այսեչ իսկ կլներ անեք, մենք կոմենտերին չպատասխանեինք, սիրտ տնեինք, այնա, եթե շատ պետք կլնի, վիդեոյի մեջ կպատասխանենք էլի։ Այսօր մտքիս կար, գիտես մեկին ինչու պատասխան, բայց մոռացա, տես։ Դե այդ լավ չի։ Լավ կհիշես ընթացքում։ Արի ուղղակի սիրտ տնենք, որ մարդիկ իմանան, որ կարդացել ենք, որտեղ մենք անխտիր բոլոր կոմենտները կարդում ենք, ոչ մի կոմենտ երբեք բաց չենք թողնում։ Իրար հետ էլ միշտ կիսվում ենք, նենց որ տարբերակ չկա, որ ինչ-որ մի կոմենտ չնկատենք։ Եթե հանկարծ չենք պատասխանել, ուրեմն ուղղակի խոսք չունեմ ասելու, դրա համար սիրտ եթե չեմ դնում էլի։ Դե առանձնապես չեմ հավանում, բայց ոչ կողմից օրինակ ասենք հիմա հիշեցի ուղղակի այդ մեկը ասեց այդ Խաչատուրովի ժամանակ մահացավ մեր հերոսը ու դուք իմ ընդդիմադիրն եք։ Երկու հատ կոմենտեր գրել։ Երկու հատ կոմենտեր։ По-моему, Եվելինա Վարդանյանն էր, по-моему։ Հա։ Եվելինա ջան, եթե ուզում եք ընդդիմադիր եղեք ինձ, բայց ես ասեցի այն ինչ որ աչքով տեսել եմ, այդ մարդուն ես տենց եմ տեսել, իր ժամանակ հիմա չգիտեմ այդ միլիոն աշխատող կա բացի իրանից էլի, կարող է ու լավ աշխատող չի կամ չգիտեմ ինչ, բայց շատ լավ բարի մարդ էր, շատ ուշադիր, ոնց ասեմ, կուլտուրական էլի, ոչնից մարդու հետ դե որ շփվում ես, հասկանում ես ինչ ձևի մարդու էլի, այն լրբացած բան չկար մեջը բացարձակ, դե մի խոսքով, ասենք ես ձեզ սիրտ չեմ դնի իհարկե, Կորյունից թեքվենք Նոբանջան, ես բոլորը մեզ են սպասում մեքենաներան հետ, կանաչ դարավ, տնենք պարոն ոստիկանը, որոշեց բաց թողնի,
Նավբանջյանը ասաց, ազատություն դուրս թռավ իմ մանկական բերանից։ Գնանք տեսնենք որտեղ տեղ գծում։ Պետք է վերանորոգեին։ Ինչ արդեն ամառը եկա, ոչ ման չներ։ Հա, տենց բան էին խոստացել։ Հա։ Վայ, գոնե մի հատ տեղ լինի, էլի չգնամ թափառեմ։ Ես ինչ է։ Հենա, դուրս եկա։ Անդուր չեմ անում, է կարին, հենա գալիս են, մեքենան չեք կարող ջան։ Լավ, գնանք էլ առաջ։ Տեսա։ Աշտը չո տեղան է։ Շվերս փոքրը։ Դեղին է։ Այո, լավ, նստողի չի։ Ես չէի կարա դու մտնի։ Դե մտավ իր մոտոցիկլետով արդեն։ Սեկ ժայռերը տամպի բուն։ Չէ, ոնց էր, տապարական ամպերի սև ժայռերը, սեկ ժայռերը։ Ոնց էր հայր, մի հատ հիշացրեք։ Հետո գալիս էր տապարական ամպերի արծվի բուն, հա, սեկ ժայռեր էտ արծվի բուն, տապարական ամպերը, դա կարկապ եմ ընգել, մի խոսքով ինձ տապարական ամպերն էր պետք, որոնց ես հիմա հիշացնում եմ, Իսահակյանի վրա ենք հեսա թեքվեմ տերյան, տեսեք տերյան, Մոսկովյանը ինչով կուրախացնի։ Սեր Մոսկովյան։ Սա կարծեցի տեղ կա։ Հերս տխուր տարբերակի տակ ընգա։ Ստեղ մի հատ մեքենա ոնց որ դուրս էր գալի, մոտիկ եկա, կեսից փոշմանեց գնաց։ Հիմա այն կողմել չեմ կարա թեքվեմ դեպի ձախ, դեպի աջ քարպինջը գնացինք։ Որ գնացինք չգիտեմ, ինչ են գնում։ Բժշկական է, հիշեցի, ասա ոտանավորը սկզբից ասա, որ նորմալ հիշես էլի, դու արագած Ալմաստ Վահան թափառական ամպերի, այդտեղ էր, սեկ ժայռերը տարծվի բուն, լճակները լույս փերուս, իհարկե, թե չէ թափառական ամպեր դրել եմ, Գորյուն, հա, լավ է գոնե Նավբանջյանի վրա չկա են խցանումը, ես խցանումը միշտ զարմացնում է, միտեղ գալիս ես նեց անհույս խցանում է, մեկ էլ մի 5-10 րոպե հետո լրիվ ազատ, կանգնեցի վերջը Իսահակյանի վրա, Անահիտն զանգ տվեց, Դեղ ինչ-որ ուրիշ տեղել էր մտել, ասեցի արի մոտավորապես Ֆենիքսի մոտ, հեսա իրա բերը դնենք մեքենան, ես էդ Ֆենիքսն է, գրախանութը, հիշում եք մտել ենք, Արմենի համար բլոկնոտեի վերջի անգամ մանգալի, Եկակ Ռաֆայելովնա, գնանք դնենք մեքենան, Գարանք միջև
Ուր ես անետ։ Ես մտածում եմ ես ամերը։ Չէ, ասեցի Ֆենիքսից են կողմը։ Ասում եմ, կանի որ ընդեղ է, կարանք մի հատ այդ շատրվանները հələ նայենք, մի բանը սկսել են, հետո գնանք Ֆլորայի։ Այգիներով զբոսնենք։ Էս ինչ է։ Սա հիշում եք երևի գույրերի հետ կապված ինչ-որ բաներ։ Մի վաղտ հիմա չգիտեմ։ Հանրապետության, հա, գույրերի միավորման կենտրոնական վարչություն, հա, մնացել է։ Այստեղ նայեք, սենց բարիլեվ, հա։ Հայերեն Արշակը Նազարյան ասեց մի անգամ է, կարող է հիշես բարիլեվը ոնց էր հայերեն։ Արշակը մի անգամ ասեց է, որ մնա քանդակ, չեմ հիշում, այստեղ պետք է անջատեն ես երկու բուտկեն էլ ուժեղ ժամանակակից երաժշտություններ են քոքել։ Այս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն։ Այս լավ մասա չէ, այս կամարով, սիրանա կամարը։ Այս ինչ է, դուբը ան այդ։ Կաղնի։ Ապրես, իս ժոլուջը։ Չգիտեմ։ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոն սեպտեմբեր մինչև դեկտեմբեր։ Գնանք երգեհոն պարապենկան այդ կհասցնենք հələ մասնակցել։ Սովորել մասնակցել Վահագն Ստամբոլցյան։ Ջրի տեղը խոտ է բուսնում։ Հա, ես ինչ բարձի թող վիճակը։ Ափսոս չէ այ մարդս, ընտիր տարասկները։ Իսկ կարող է անջատել ենք, բայց այնտեղ ջուր կա։ Ինչ, մեջ խոտ է բուսնում էլ ում է պետք ջուր կա թե չկա։ Բայց մի անգամ մենք ստեղ եկանք տպավորությունը ոնց որ մի բան արվում է, հա? Հիշում ես տենց բան։ Չեմ հիշում։ Լավ չի։ Հələ մի հատ ստեղից տնանք ինչ է երևում։ Հա ինչ հետաքրքիր է։ Մի հատ ես նայեմ։ Հետաքրքիր էր։ Ոնց որ բանալի անցքից նայես։ Բայց այստեղ կա անցնելու տեղ։ Կլինի էլի մի բան։ Չէ, չկա, հեսու եկանք։ Հետո դարձ։ Ուղղակի որ ելներ ես աստիճանները չենք իջնել։ Այն կողմը ներքևը ցածր է ավելի։ Հա։ Դա իջանք մի կերպ։ Դե մեծ մարդիկ են կանայք ջան։ Հելենա, ես ինչ ասա, ժանգոտ, մանգոտ։ Այստեղի ջուրը լավն է։ Ջուրը մաքուր է։ Ես նայ, սա ջուրա թողում։ Ինչքան գործ ունես անելու անայդ։ Վերջացրա այդ տունը պիլիսոս բան, լուրջ գործերով զբաղվի։ Դու էլի առաջի օգնականը կլինես։ Միշտ պատրաստ։ Բայց հիշում ես տեղ ինչ, սենց փայտից բաներ, նաստիլեր, եկամյացախ բաներ էին, սեղաններ էին դրած,
Մի անգամ հանդիպեցինք, ես դու Դավիթը, այստեղ։ Դավիթի աղբերը, մեհերը։ Այստեղ չկար ոչինչ, այստեղ։ Այնտեղից էին բերում այդ բաները, հա, այստեղ էր, այստեղ։ Դաժե այստեղ չէր Արմեն։ Այնտեղ որ թեքվում ես, հենց ջրի մոտ է։ Հա։ Մի խոսքով մի անգամ նստել ենք այդտեղ։ շատ ինձ թվում է համստեղ էր, համընդեղ էր, սաղ լցրած էր այդ բաներով։ Ուտել խմելու տեղերով։ Այս ինչ լավ ծառան են այն այդ։ Ինչ լավն է։ Այո։ Քանի տարեկան կլինի։ Դու պատկերացնում ես այն ընկերս Աշոտը։ Դրա համար էլի ամեն անգամ այդ Սայատնովան, որ անցնում ենք պրոսպեկտին, գտնող Սայատնովան, ասում աստեղ առողջ ծառ էր ու բունը հացուց էր տալի, մինչև բները հանեցին։ Սաղ ասում է, կարար պաստորեն ինքը ճիշտ է, ես ասում էի դե Աշոտ հին էր երևի բան, արա ասում է չէ էլի, դե իմանայի, այս են ծառ ուրեմն Չէ, սենց ծառ չէր կարող դեղել մեր։ Ինչի՞ չէր կարող։ Դե որտեղ ես չեմ հիշում սենց հզոր ծառ Սայատնովայի վրա։ Չէ, այսքան հզոր չէր իհարկե, բայց բուն էր էլի, այն մեկի չափ հետևին։ Դե որ թողեին ժամանակի ընթացքում տենց կդառնար։ Ես պինգ-պոնգ ոչ մեկը չի սիրում, հա խաղալ։ Հա դե TikTok կա էլ ինչ պինգ-պոնգ։ TikTok, պինգ-պոնգի տեղ։ Ինչ շզլոնգներ են։ Բա։ Ստեղ այդ կոֆե խմելուց։ Ուզում ես դու պարկի, ես գնամ նկարեմ գոմ։ Չեմ ուզում։ Ինչա՞, թեյք։ Ինչ թեյք էլի։ Կարաս վեկալես, գնաս շեզլոնգում նստես։ Այդ նկատի ունեն ինձ թվում է։ Կամ տուն էլ կարաս տանես իհարկե։ Ես վերջերս մի հատ լուսանկար էր, Արարատն էր, հա, երևի ուղարկել Կոմիտասի լուսանկարը։ Հա։ Ժպտում է Կոմիտասը։ Ասեցին Հազվադեպ։ Հա, հազվադեպ նկարը։ Եթե ոչ եզակի, որտեղ ինքը ծիծաղում է, բայց նույնիսկ լավ ժպիտ էր մոտը։ Արարատ ջան, ողջույն։ Ողջույն Արարատ ջան։ Ժողովուրդ ջան, չեք մոռացել, չէ՞, մեր ինֆորմացիոն ինչ, հովանավոր ասեցին, չգիտեի ինչ ասեի։ Համար 1 մեր Համար 1 ինֆորմացիա տվող։ Այո։ Ես Արարատ ճիշտ ասած մեկ-մեկ ինքնագլուխ բաներ նայում եմ առանց ձեզ։ Էս ինչ է տակիր ծառան այդ։ Էս ինչ է։ Չգիտեմ։ Կարող է ուրենի են ոչ լացկան տեսակն է։ Մի հատ կա է տենց։ Հա, գիտեմ։ Էգու։ Egg։ Գործ։ Egg։ Egg-ը բան անգլերեն ձույ է։ Չէ՞։ Հա, էգ։ Բայց էյովա չէ, բանուվա չէ, էյ։ Տենց է գրվում, չէ։ Չեմ հիշում անա, այդ հազիվ հիշեցի, որ էգը ձույ է։ Հետաքրքիր է, իսկականը էգ է, թե էգ է խոսքը։ Կարող է գ է գրվում, բայց ինձ թվում է все-таки K է կարդացվում։ Էգ ու words։ Անայդ, էգ ես մենակ քեզանից եմ լսել։ Այսինքն։ Բոլորից էգ եմ լսել միշտ։ Էգ։ Հա, K-ով էլ Ես գ եմ ասում։ Հա, էգ ես ասում։ Բա Կարող է զունքի սխալ եմ ասում։ Ակցիա 100-ից 300 դրամ։ Դա գրքեր։ Մարդը մոտեն ավելի լավ աստեղ։ Գրքերի ճակատագիրը Լացս գալիս է։ ինչ է որոշվում։ Այս մենք ունենք կյանքի էջեր։ Հետո վա։ Չգիտեմ։ Բայց այս գիրքը Հեղինակը նայի վերևը։ չեմ կարող կարդամ։ Ղուկասյան։ Իսկ ինչ գործ ուներ մեր մոտ այդ գիրքը չգիտեմ։
Կյանքի էջեր։ Ստեղ էլ խոտը տեսել է տեր չեն կանգնում, որոշել է ինքնագլուխ ոնց կարա մի բան անի։ Ճոպսս են ես գրքերը չէ։ Դե իջմես մուրաքուրդ մինչև վերջ համար է, բայց գրքեր էր կարդում, վերջում արդեն բողոքում էր, որ չի տեսնում, էլի։ Հա։ Այն մի քիչ նստենք հաթե կաղամատին, հա։ Ես ջարդած խլան բանը ինչ կթարան այդ։ Համ ջարդած, համ կեղտոտ։ Արի Ֆլորայի այգի որ հասնենք։ Ընդեղ նստեմ։ Իրիս։ Ենոր են Իրիս, Բաքում հա։ ինչքան իրիսներ կային, Շատ էր։ լավն էին։ Մեր Լվովյանի վրա էր, չէ։ Հա, ճիշտ է, ճանապարհին դու ամեն անգամ գոռում ես իրիս մի հատ նկարի, ինչ լավն են, արդեն անցած եմ ելնում։ Այստեղ խոտը չի աճի, թե հնձել են։ Չէ, հա, դառնա կտրվի։ Չնայած մի կողմից ճիշտ է, Հա, կարող է, գիտես, հնձել որն այն մեքենայով բերել ռնդել։ կտրտում։ Ռնդել են։ Դե պարզա չեն գործիկով ձեռքով հնձում։ Հա, իդեպ ոնց է այդ գործիքը կոչվում։ Կասա, Կասան բայց գիտենք։ հայերեն ոնց է չգիտեմ։ Եղանդի, ոնց էր։ Չգիտեմ։ Մարդ իմացածնել եմ արդեն մոռանում։ Լավ կնայեմ, տակը կգրեմ, բարդը բան չի։ Եղանդի։ Պարզվում է, որ շատ կրկնում եմ, վերջը հիշում եմ։ Ուրիշի սմուխի վրա ազդելով։ Հա, ճիշտ է, մեքենայի մեջ որ հիշում էի, մենակ էի։ Ոչ մեկին ծնգել չէի անում, են արագած վտանավորը հիշեցի։ Ես էլ մեր սիրելի Ֆրիցյոֆ Նանսենը։ Օրմես ես աստբանը պետք է իջնենք, չէ։ Հա, անայ ջան։ Ես կարծում եմ Հայաստանն է էլի ճեղքված, չէ։ Ստեղ մենք ենք, ընդեղ մենք չենք։ Ստեղ էլ Նանսենն է։ Ասում է, ես ինչ եղավ ձեզ այդ ժողովուրդ ջան։ Լավ նստարաններ կային, ինչի հանեց։ Ճիշտ է։ Հա։ Այս աղջիկը Ռուսաստանից է։ Ես սև շորով արջևն որ գնում է։ Հա, ինչ։ Շատ ուրախ գոռաց։ Ոյ, я вроде умею уже։ Սյուրպրիզ էր իր համար։ Այդ տեսակետից հետաքրքիր է, որ օտար քաղաքում ես ելնում, չէ։ Գնում, մեկ էլ ուրախ իմանում ես, որ այստեղ մետրոյի կայան է, ու հենց մեր հյուրանոց է գնում։ Քիչ է։ Հա, այն ազատեց։ Նստենք։ Վայրեջ կատարեցինք։ Լավ, Անայ ջան, այդ վաղտ ես գնամ գամ։ Ժողովուրդ Անայտը մի քիչ վատ ազգում, գլուխն է պտտվում։ Դե գոնե Facebook մի մտե էլի կարաս։ Այդքան կամքի ուժ ունես։ Դե փորձի։
Ես գնամ մի հատ նայեմ գամ ու գնանք տուն։ Երազումա պարկի։ Հա, բայց հələ կեշային պետք է ուտացնենք։ Այդ բժիշկի ասելով ինչ որ շպրից է, ինչ է Անահիտը մեջը կաշա է սարքում լցնում, հա։ Ես բռնում եմ ու սկսում ենք բերանի մեջ սրսկել կաշան։ Այդ կաշան քիչ է։ 3 ձևել վիտամին ենք ժամանակ առ ժամանակ նույն ձևի։ Ես արդեն կլետկայի որ մոտենում եմ կեշան պանիկայի մեջ փախնում է ինձանից։ Մի խոսքով զբաղմունք եմ գտել տանը։ Իմ կարծիքով տեսքը լավացել է, ինձ մի քիչ կալորացել է, բայց Անահիտը անընդհատ ասում է արի մի հատ նայի դողում է, չգիտեմ, չենք կարող ընդհանուր հայտարարի գանք։ Համենայն դեպս բժիշկը ասեց 2-ից 5 օր է պետք որ այդ վիտամինները ազդեն։ Դե իր առաջի սրսկացը ու մեր հիմա որ բերանի մեջ պզզնում ենք։ Այդ ես որ տեսա գործ են անում, այդ գիտեք որտեղ էր, ձեռքերի մոտ էր, բարեկամության, հետաքրքիր է, այսքան գործ որ անում են, այս Ֆլորայի այգում, հիմա ես ուզում եմ ջոգեմ, էլի իրոք արած է հազորան, այդ ձեռքերը կմաքրեն թե չէ, ախր դա բացարձակ պրոբլեմ չի, Սաղ մի օրվա գործ է, կես օրվա, նույնիսկ։ Ստեղ աշխատանքները ավարտած են, սպասում ենք հողի արձագանքին։ Ես հույսի ոնց էր կոչվում հույս խոսքը հիշում եմ վայ կակաչները հանել են են դեղին իզուր չէր Անահիտը մի անգամ ես նկատեց որ տեսքը են չի Երևանի հույսի պարտեզ Մերոնցից մեկը լավ էր գրել կոմենտը հույսի պարտեզի վերաբերյալ բայց մենակ տպավորությունն է մոտս մնացել որ լավն էր բարի էր Ստեղ ինչ չկար քանդեցին պրծան, հա ոնց որ Դե այս ջրային մասերը ու են հատվածի այգին էլի են էլ երևի օղակաձև այգի ինչ երրորդ հատված Հա, այդ հատվածների համարակալումը ըստ նոր հասկացա, Մոսկովյան լճից է սկսում երևի, Են մեկը,
Երևի առաջի հատվածն է, այս մեկը երկրորդ, ու տենց մեջքիս ուղղությամբ գնում է, էլի, երրորդ, չորրորդ, բայց ես մնում եմ են կարծիքի, որ ավելի լավ կլներ ամեն հատված իր անունը ունենար, ամենայն դեպս այս մասերը, էլի, որոնք հայտնի են, այս ինչ է, տանիքին, այս ինչ ինքնուս, ինքնուս չի, սա կար, ուղղակի նես կեղտոտա մարդուն թվում է ինչ-որ բուտկա են դրե ինչ են արել, հայ հիմա պարզ է այդ ինչա, սա էլ անշուշտ կարիք ունի վերանորոգման այսինչ վիճակը, ստեղ էլ ես քարերը սաղ նայեք, խոնավացած, ես սաղ փլվել է, ես երեսապատումը ժամանակի հարց է, մի անգամից սաղ թափելու է, եթե մի բան չանեն, դե այս մասը առաջինը եղավ, ապա մոնտաժեցին ու արդեն արագին գրագետ տեսք ունի, չէ, ժողովուրդը լրիվ մթնեց, մի քիչ արագ գնամ այդ ձեռքերի մոտ տենանք ինչա կատարվում ու գամ, այստեղ էին գործանում, ես որ տեսա վիդեոն, բայց հիմա մտքովս հասնում է, կարող է հին վիդեո եմ նայել, մերդ, սա կար, վախում եմ, որ տենց էլ եղել է, գիտեք, ես մի քիչ լույսը որ թույլ է, հեռի ոնց որ բազալտ ելնի չէ, ոչ թե սպիտակ մարմար, սա որ մաքուր ելներ, հիմա նույնիսկ ես մթի մեջ շատ լավ կերևար էլի, լավ գնացի, շուտ մի քիչ հասնենք տուն, ստեղ էլ էր են առաջի տարիները շատ ակտիվ տարածք էր, ես բոլոր այս տեղերը առանձին սեղաններ էին դրած, իրանց տանիքով և այլն, մեզ առաջ անգամ հյուրասիրելց մեկը կանչեց, հրավիրեց մեր աշխատակազմին,
Վախեցած գներին էինք նայում։ Հիմիկվան հետ համատած համարյա ձրի էր։ Դե բայց այն վախտել էր վախենալու։ Երևի գերները ինձ համար վախենալու չեն եղել մենակ ուսանողական տարիներին։ Դե ռեստորան ես երբեք չէի գնում, կաֆեներն էլ դժվար չէր յուլատ անելը։ Թեխի ռեստորան չէի գնում, չգիտեմ։ Ճիշտն ասած, չէի էլ սիրում։ Իդեպ եկեք շների վերաբերյալ ես էլ իմ փորձը ասեմ։ Մենք տանը չենք պահել երբեք շուն։ Բաքում կար ալիք ինձ մոտ, դե իրա պապան որսորդ էր, որսորդական շուն էին պահում։ Իսկ հիմնարկում միշտ ունեցել ենք։ Ու մի բան հաստատ կարամ ասեմ։ Շների մոտ բոլորի մոտ շատ ուժեղ ամեն մեկը իր խասաթը ոնց էր բնավորությունը ամեն մեկը իր բնավորությամբ իր ուղեղային ունակություններով ու դա չի փոխվում ոնց եղել է տենց էլ միշտ մնում է ամենատպավորիչը կար մի հատ աղջարկա էր ինքնուրույն եկավ մեզ մոտ, եկավ ինչ-որ տնից հանել էին, ինչ էին արել երևի, մի աչքն էլ չկար, խփած էր մի աչքը, Ռեքս անունը դրեցինք, այդ ինչ խելոք շուն էր, գիտեք ոնց էր, մենակ խելոք չէր, զգայուն էր շատ էլի, ոնց ասեմ ռուսերեն խոսքը է, ձիլիկատնի, այդ ձիլիկատնի էր շատ, մի հոյակապ անձնավորություն էր, ուղղակի հոյակապ, սաղս այդ շան վրա սիրահարված էինք, հետո զուգահեռ մի 3 տարի Ռեքսը մեր մոտ էր, մի հատ արդեն քոտուկ բերեցինք, սևուկ դրեցինք անունը, սենց խուճուչ գանգուր բրդով, լավ շուն էր, բայց այ ինչ բան էր, տեսակ էր, չգիտեմ, տենց շատ բոյով չէր, բայց են փոքրերից էլ չէր, էլի, մի խոսքով Ռեքսից մի քիչ փոքր էր, դա մարդկային լեզվով ասած, տուպոյի մեկն էր, աշխու ուշթարնում էր բան, այնպես չէր, որ զզվեիր, էլի, բայց ոչ մի կերպ չէր կարում հասկանար, մարդ մտավ, հարցակվի վրան, ինչ անի, մի քիչ անուշադիր ելներ, կարար կծեր մտնողին, դե Ռեքսից հետո այդնենց անսովոր էր, մի անգամից աչքի էր բանանում, բայց այդտեղ էլ մարդկանց զզվելի կողմերը ի հայտ եկան, այդ խես չանը ուրեմն գիշերը չեմ անում ով էր, ոնց էր հաջողացրը, կապել էին, ընդորում նենց անդուր պրովոլկայով հաստելի մի տեսակ, երևի պլասկագուպցիով բանով էին, այդ պրովոլկան ծառել, վզին կապել էին, հանել էին դուրս, ու ամենա անկապը, ատրճանակով կրակ է սպանել էին, այդ մի սոսկալի բան էր, այդ էլ տենց
Հիմա էլ ավճար կա, բայց դե մինչև Ռեքսը շատ հեռու է։ Սևուկից իհարկե խելոք է ավելի։ Իրա տեղը հասկանում է որտեղ է ինչ է, բայց Ռեքսը իհարկե լավն էր, շատ լավն էր։ Ես պատմել եմ մի անգամ ընդմիջմանը ներբիեղշիկ էր, դե այն տարիներին ինձ զիբիլ ասես չէին բերում արտասահմանից, ես իմ Պարսկաստանից մանից, որտեղից պատահի։ Ինչ էր համը կասկածելի էր։ Չգիտենք, ուտենք, չուտենք։ Նենց էլ չէր, որ ուտելիքը լիքը ելներ ձևեր թափեինք, էլի դրա համար մի քիչ տատանվում էինք, գցենք դեն, թե չգցենք։ Հիմա ալներ բարձակը գցեինք։ Մեկը ասեց, եկեք հլը Ռեքսին տանք։ Գցեցինք Ռեքսին, հա, պատմել եմ հաստատ։ Գցեցինք Ռեքսին, սենց հոտ քաշեց, հետո գլուխը բարձրացրեց, անենց մի հատ հեգնանքով բոլորիս վրա նայեց, ոնց որ ասեր, ես ձեր մասին կարգին կարծիք ունեի, ես ինչա, երեք չի դուք եք ընդ ձեր սեղանին դրել, էլ ինձ էլ եք գցում, շուռ եկավ ու գնաց, արժա դրանից հետո այդ սասիսկին վեկալանք ու շպրտեցինք։ Տենց Ռեքս էր։ Նենց որ երբ որ մեկը շատ ուժեղ կապնված է շանը, շատ սիրում է, ես Ռեքսին հիշելով միշտ այդ մարդուն հասկանում եմ։ Բայց իհարկե Ռեքսի համար ինչ-որ մեկի հետ վիճել կամ չգիտեմ ինչ անել, եթե մեկը մի քիչ թարս էր նայում, զգում էինք վախենում է, մի անգամից տանում էինք մյուս սենյակը, չենք էլ հարցնում իրան։ Մի խոսքով Ռեքսը մեզ էլ էր սարգետենց, զգայուն ու ուշադիր։ Հա, ինչ կա որ, դաստիարակում էր մեզ։ Մի խոսքով ուսուցիչ էր։ Իրա ոտով եկավ մեզ մոտ։ Ժողովուրդ, ես իսկական է, բոլորը, ես ինչ գեղեցիկ է։ Այո, իսկական է։ Բայց լավ չեմ ասում, լատանայիքն է պետք։ Չէ, բայց, չէ։ Ներողություն, մի հատ բան հարցնեմ, էլի, զբաղված եմ, շատ ներողություն, չեմ կարող հասկանալ, իսկական է։ Չէ, իսկական չէ։ Որտեղ ինչ-որ շատ գեղեցիկ է։ Հա, իսկական չէ։ Գնացինք։ Ափսոս։ Այս էլ սպորտ բաժինը, այս էլ էսկալատոր ոնց էր, վերելա սանդուղթ, մի խոսքով էսկալատոր։ Ես էլ ինքը մետրոնոմը, հիշում եք ես տարածքը մետրոնոմը կոչվում։ Լավ էլի, բայց հետաքրքիր է, ոչ մի անգամ չեմ իմացել ով է այս տարածքի տերը, ով է կառուցել, չգիտեմ, նույնիսկ այն վաղտ, որ շինարարություն էր գնում, ես այդ ծակերից բանից մտնում նկարում էի, այն ժամանակ էլ չգիտեի։ Ինչ-որ մի բան ասած կլնեն, բայց չեմ հիշում, ասենք,
Մոսկվայից է տերը կամ կարող է Ամերիկայից, չեմ հիշում։ Բայց լավ են նայում։ Մի խոսքով զգացվում է, որ տարածքը տեր ունի, սրտացավ։ Նայեք, Անահիտը հեռախոսի մեջ չի։ Խոսքի տերն է։ Հա, Անահիտ ջան, ո՞նց ես։ Լավ չես։ Դե գնանք, եկած գնանք։ Ինչ ասում, գնանք տնանք։ Չէ, Անահիտ, ես սկսեցի կասկածել, որ ինչ-որ հին վիդեո եմ ես տեսել։ Մինչև նույնիսկ այդ հույսի պարտեզը, էլի։ Արզը, բա ինչ էր նկարից կազա։ Ես շատ գիտեմ, գնացի եկա, էլի։ Մանգալով։ Ալիսան ֆոտոներ էր ուղարկել, ստիպված բացեցի։ Բա այդ ինչ սիրուն տեղ առնում։ Ժայռի բերանին է իրանց համարը, սենց տերասան ու ծովը հենց Զիլա, հետաքրքիր է, բայց այդ որ ասեցիր, գիտես, այսօր Էրազմուս տենց բան եմ տեսել Անահիտ։ Ցույց տալու եմ։ Սպասի անջատեմ։ Տակա, չէ, ինչ կա։ Հա, տես ես կուրկաշ չվեկալա ու չսխալվեցի։ Не прогадал։ Հա, Не прогадал։ հիմա ավելի տակա նույնիսկ կամ թվի ժամ առաջ էր։ Այդ շատ հետաքրքիր բան է։ Դե այդ նույն բանն է, արդեն միլիոն անգամ ասել ենք, բայց Երեկոմ փաստա։ գալիս է։ Իմիջիալոց, ես որ այդ վիդեոն առավոտ շուտ ասեցի էլ մի հատ մանգամ, էլի, որտեվ հիշում էի, որ նկարել ենք այդ դպրոցը էլի։ Անեկա ոչ թե էլի, այլ ահագին էինք նկարել են, 17 թվին ընդհանրապես խաչքար էլ չկար, ժողովուրդ խոսքը 149 դպրոցի մասին է, Աբաջանի անվան։ Այն վաղտ իր անվան չէր, 18 թվին, որ նկարել եմ, ընդեղ խաչքար դրեց մի հատ սպորտսմեն, այդ նկարածա, բայց ես այդ չի ուզում ասի, գիտես ինչ է ուզում ասի, այդ որ վիդեոները թերթում ես, այս կրկնելը ինքը պարզվում է ճիշտ բան է, որտև նայ, մենք վիդեոն նկարում ենք, ոնց որ շարունակություն մնացած վիդեոների, էլի, բայց երբ որ մեկը մի բան է ման գալիս, տեսել ես հերվից հիշում ես, ասում ես ինչ կապույտ բանը։ Որտեղ է կապույտ։ Հա, կապույտը դե բանի գույնի է, չէ՞, ռեմոնտ որ անում են հերվից դեցա թվում։ Քաղաքացիական պայմանագիր։ Բայց սենց կարելի է, ամբողջը շարել են։ Լավ Անահիտ, այդ թեմայի վրա մի խոսա, հա, ես։ Այդ բանը Նախորդ ասեմ, ես ոչ։ հասարակության Զայեմ ոչ էլ պրոտիվ եմ։ հասարակության ոնց որ նեյտրալ։ գիտես տենց մարդը ելնում է, չէ՞, մեկ էլ գրիպ է անգնում, ասենք, էլի։ Ես ընտրությունները արդեն աշկից նենց գրիպի տպավորություն են թողում։ Ես թվում է մարդկությունը շատ շուտով ինչ-որ մի հատ ուրիշ ձև կհնարի։ Դու արդեն ասել ես դա մի քանի անգամ։ Լավ է։ Այդ խոսքը էլ ինչ չասես։ Ինչ։ Պարզվում է մի քանի անգամ ասելը ճիշտ է։ Հա։ Հա, դե որտեղ մի 6 տարի հետո անկարծակի մի հատ վիդեո ես նայում ու հենց նրա մեջ էլ ալնում, նրա մեջ էլ այդ միտքը հանդիպում ես։ Իսես կարող չհանդիպես։ Չէ, դե իհարկե կատակ եմ անում։
Թողինցներն են մարդիկ, ովքեր լավ հիշողություն ունեն ու շուտվանից են նայում այդ կրկնությունների համար։ Իմիջալից այդ դպրոցը հետաքրքիր էր այդ 3 վիդեոյի մեջ էլ ես այն կողմից որ մոտենում եմ դպրոցին, ասում եմ փողոցի վերջում Արարատն էր։ 3-ի մեջ էլ լրիվ նույն բանն եմ ասում։ Իհարկե բացարձակ չհիշելով, որ մինչև այդ ասել եմ էլի։ Նայեցի ես հույակապ եղանակին ես ամպերին ու հիշեցի, որ մոտակա 8 օրը անընդհատ անձրևներ պետք է լինեն։ Հա։ Բայց ոնց, այսինքն լավ օրից հետո Այդ ինչ սայտ է, այդ երևի հատուկ քեզ համար ինչ-որ մի հատ սայտ են սարքել, հան այդ վախենալու բաներով։ ինչքան կարանք այդ անձրևներին դիմանանք։ Ես երաշտությանն ենք մոտենում, կամ մինչև այդ պետք է հրաժեշտ տանք, կամ մեքենայից արդեն։ Պետք է բռնվի։ Այս լավ լուսավոր է։ Այդ լուսավորությունը։ Հա, ծառերի մեջից է տենց հետաքրքիր երևում։ Չէ, ինքը բոլոր դեպքերում գեղեցիկ լուսավորություն ունի։ Ես ինչ պատիժ էր սրանց երաշտությունը այ մարդ։ Ահա, մի քիչ հեռացանք, հույսով եմ չի լսվում ոչինչ։ Ժողովուրդ ջան, լավ մնաք։ Ստեսցին ձեզ։ Միշտ առողջ լինեք։ Եվ այսպիսի խաղաղ աշխարհում խաղաղություն լինի, ոնց որ էս խաղաղ երկինքում։ Այ ներսում էլ սենց խաղաղ լինի։ Դե վերջ։